Ադրբեջանը փորձում է Հայաստանին շեղել խաղաղության օրակարգից, անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ արձակված կրակոցներին, խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ նշել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Մենք առաջարկել ենք Ադրբեջանին երկկողմ դիտարկել ուրեմն սահմանային հատվածը տվյալ միջադեպերը քննության առնելու եւ պարզելու ուրեմն թե որ կողմն է այդ միջադեպերը հրահրում եւ այլն եւ ինչպես է դա տեղի ունենում դրանց կանխման ուղղությամբ մենք այս ուղղությամբ շարունակելու ենք աշխատել եւ Հայաստանի Հանրապետությունը ձեր կողմից նաեւ մեկնաբանվող այս սադրանքներին չի տրվելու լրություն վերջում սադրանքներին չի տրվելու եւ ուրեմն շարունակելու է իր քաղաքականությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից։ Նրա խոսքով Հայաստանը բազմիցս արտահայտել է իր պաշտոնական դիրքորոշումը նման միջադեպերի կապակցությամբ։ Նման ուրեմն իրավիճակները նաեւ տեղ-տեղ նպատակ են հետապնդում շեղել Հայաստանի Հանրապետությանը իր օրակարգից, որովհետեւ ուրեմն մենք գնում ենք խաղաղության օրակարգով եւ միջազգային հանրության կողմից էլ ունենք աջակցություն ուղղված այս օրակարգին հարգելի գործընկեր եւ Հայաստանի Հանրապետությունը արձագանքում է այնպես որ կարողանա իր օրակարգերը կարողանա առաջ տանել շնորհակալ եմ։ Սյունիքում ադրբեջանական կրակոցներին ավելի վաղ անդրադարձել էր նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդգծելով Ադրբեջանը հրաժարվում է ընդունել իր պարտավորությունները այս գործողությունների համար։ Արթուր Հովհաննիսյանն էլ հիշեցրել է նախարարի խոսքը եւ հավելել, որ չնայած էսկալացիայի վտանգը ակնհայտ է, սակայն Հայաստանը վճռական է այն զորոյացնելու եւ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում։ Էսկալացիայի վտանգ մենք չենք կարող չտեսնել, երբ որ կրակում են մեր տների վրա, այսինքն մենք հո լուսնի վրա չենք ապրում, մեր տների վրա կրակում են, պարզա որ կա էսկալացիայի վտանգ, երբ որ կրակում են մեր տների վրա, բայց ես կրկնում եմ, մենք ամեն բան անելու ենք, որպեսզի էսկալացիայի վտանգը հավասարեցվի 0-ի եւ կնքվի խաղաղության պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, որը արդեն համաձայնեցվել է։ Հովհաննիսյանը նաև արձագանքել է վերջին օրերին հասարակության մեջ բուռն քննարկումների առարկա դարձած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ուղղված քննադատություններին կապված հայ առաքելական եկեղեցու հասցեին հնչած գնահատականների հետ։ Եվ ես ուզում եմ հստակ հայտարարել հիմա, որ մենք թե եկեղեցական, թե եկեղեցից դուրս գտնվող բոլոր սրբապիղծների դիմակը պատրելու ենք հերթով, անուն առ ազգանուն, բոլորի դիմակը պատրելու ենք, բոլոր այդ սրբապիղծների, որոնք թաքնվել են սքեմի տակ, այս 7 տարի է, ամենավերջին բառամթերքով, ամենալկտի պահվածքով, կրոնի եւ սրբության հետ կապ չունեցող վարքագծով, թիրախավորում են Հայաստանի Հանրապետության պետականությունն ու հայ ժողովրդին, մենք այդ բոլոր սրբապիղծների դիմակը հերթով պատրելու ենք։ Իսկ խմբակցության անդամ Հերիկնաց Տիգրանյանը վստահեցրել է, որ վարչապետի խոսքը իրականում նպատակ ուներ պաշտպանելու եկեղեցիները։ Վարչապետի խոսքը ուղիղ պաշտպանություն էր մեր եկեղեցիների, այդ եկեղեցիները անեղծ պահելու կոչ էր, բայց ինչու հոգևորականությունը հանկարծ հոգեխանգարմունքի մեջ ընկավ, փոխարենը ողջունելու, որ վարչապետը իրենց մշակութային կոթողները, արժեքները փորձում է ավելի զերծ պահել ամեն տեսակ պղծումից կամ եղծումից եւ փոխարենը կանգնելու վարչապետի կողքին սկսեցին քննադատել։ Ես կարծում եմ, որ սխալ մեկնաբանվել կամ չի ընկալվել վարչապետի խոսքը։ Նշենք, որ մայիսի 29-ին կառավարության նիստում վարչապետը քննադատել էր որոշ շրջանակների հավատքից եւ սրբությունից խոսելու ֆոնին սրբապղծությամբ զբաղվելու վարքագիծը, ինչին արձագանքել էին հայ առաքելական եկեղեցու որոշ բարձրաստիճան հոգևորականներ։